Ովքեր են սև զգեստներով այս տարօրինակ մարդիկ, որ ամեն գնով թաքցնում են իրենց դեմքերը։ Մասոններ։ Մասոնական նշանները աշխարհում ամենուր են։ Դրանք կան Ամերիկայի դոլարի վրա, դրանք կան Լուվրի թանգարանում։ Ինչ գաղտնի նշաններից կարող եք հասկանալ ձեր դիմացինը մասոն է, թե ոչ, եւ ինչ ծիսակարգերի միջով դուք պետք է անցնեք, եթե ուզում եք դառնալ մասոն։ Ժամանակն է իմանալ մասոնների մասին սարսափելի ճշմարտությունն ու նրանց գաղտնիքները։ Եվ այսպես եկեք սկսենք մեր ամենասիրած պահից։ Եկեք ուշադիր նայենք մեզ ծանոթ առարկաներին, կամ մեզ ծանոթ շենքերին, կամ մեզ ծանոթ վայրերին ու փորձենք տեսնել, թե որտեղ են թաքնված մասոնական նշանները։ Հիմա ուշադիր նայեք Ամերիկայի դոլարին։ Պտտեք հակառակ կողմը եւ ուշադրություն դարձրեք բուրգին։ Եռանկյունին բուրգը մասոնական հայտնի սիմվոլներից մեկն է։ Բուրգի ներսում ամենատես աստվածային աչքն է, որը նույնպես մասոնական նշան է։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Բուրգը շրջապատում է լատինատառ գրությունը։ Ըստ կոնսպիրոլոգների, եթե միավորեք տառերը այդ լատինատառ գրության տարբեր բառերից, ապա կստացվի բուրգի հենց կենտրոնում մասոն բառը։ Իսկ եթե գծանշենք այդ միավորված տառերը, ապա կստացվի բուրգի ամենակենտրոնում Դավիթի նշանը, որը ևս մասոնական հայտնի սիմվոլ է։ Հիմա եկեք անցնենք հաջորդ հայտնի առարկային՝ ԱՄՆ-ի դրոշը։ Տեսնում եք ԱՄՆ-ի դրոշի վրայի 13 գծանշումները։ Ասում են, որ 13 թիվը պատահական չէ հայտնվել Ամերիկայի դրոշի վրա։ Այն ևս կապված է մասոնական սիմվոլիկայի հետ, որտեղ 13 թիվը խորհրդանշում է նոր սկիզբը։ Ավելին ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը հիմա է, որ ունի 50 աստղ։ Ի սկզբանե ԱՄՆ-ի դրոշի վրա եղել է 13 աստղ, եւ այս 13 թիվը նորից մասոնական սիմվոլիկայի հետ են կապում։ Իրականում Ամերիկայում մասոնական սիմվոլները շատ են, ու դա պատահական չէ, որովհետև Ամերիկայի հիմնադիր հայրերի մեծ մասը եղել են հայտնի մասոններ, այդ թվում նաև Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ով մասոնական լոժայի անդամ է դարձել, երբ եղել է ընդամենը 20 տարեկան։ Ու բոլորովին պատահական չէ, որ ԱՄՆ-ի այս հզոր պետության սահմանադրությունը ևս համարում են ոգեշնչված մասոնական գաղափարներով։ Եղբայրություն, հավասարություն, դեմոկրատական սկզբունքներ, սա այն ամենն է, ինչը ընկած է եղել մասոնների գաղափարախոսության հիմքում եւ ինչը Ամերիկայի հիմնադիր հայրերը բերել եւ դրել են նաեւ Ամերիկայի սահմանադրության հիմքում։ Բայց մասոնական նշանները միայն Ամերիկայում չեն, դրանք աշխարհում ամենուր են։ Մասոնական նշաններ կարելի է տեսնել Հայաստանում, կարելի է տեսնել եվրոպական տարբեր երկրներում, կարելի է տեսնել օրինակ մեզ բոլորին հայտնի աշխարհահռչակ Լուվրի թանգարանում, որի հայտնի ապակե բուրգը կառուցված 1989 թվականին համարվում է ևս մասոնական սիմվոլիզմի արտացոլում եւ խորհրդանշում է լուսավորչություն ու ճանապարհ դեպի գիտելիք։ Ինչու են բոլորը այդքան վախենում մասոններից։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ ժամանակի ամենահայտնի եւ ամենահզոր ու հեղինակավոր, ամենահարուստ դեմքերը իրականում ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն կապված են եղել մասոնության հետ։ Հայտնի մասոններից է օրինակ եղել Չերչիլը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնապես եղել է մասոնական լոժայի անդամ։ Ոչ պաշտոնապես, բայց խոսակցությունների մակարդակի վրա մասոն է եղել Նապոլեոնը, ով վառվում էր իր հեղափոխական գաղափարներով։ Մասոն է եղել Մոցարտը, եւ նույնիսկ ասում են, որ նրա ստեղծագործություններից մեկը կախարդական ֆլեյտան իրականում ոգեշնչված է եղել մասոնական ծիսակարգերից։ Մասոն է եղել Էյնշտեյնը, մասոն է եղել Մարկ Տվենը, ով իր սոցիալական ու փիլիսոփայական գաղափարները կիսելու համար դարձել է մասոնական եղբայրության մի մաս, եւ այսօր էլ մասոններ կան հայտնի բիզնեսմենների, քաղաքական գործիչների եւ իհարկե
հայտնի համաշխարհային աստղերի շարքերում։ Ու հենց դա է պատճառը, որ մասոններից բոլորը ոչ միայն վախենում են, այլ նաև համոզված են, որ իրականում հենց նրանք են գաղտնի մարդկանց այն խումբը, ովքեր ղեկավարում են մեր աշխարհը ու մեր բոլորիս կյանքը։ Բայց հիմա եկեք մի պահ կտրվենք այս միստիկությունից ու փորձենք հասկանալ, որտեղից է եկել մասոնությունը։ Մասոն բառը ֆրանսերեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է շինարար, եւ այս բառի թարգմանությունը հասկանալուց հետո կարող ենք հասկանալ նաև դրա բուն պատմությունը։ Մասոնների պատմությունը գալիս է դեռևս միջնադարից, երբ տարբեր շինարարական խմբեր հավաքվում էին ու սկսում էին աշխատել որևէ հերթական եկեղեցու շինարարության վրա։ Բանն այն է, որ այս ժամանակաշրջանում եկեղեցիները կարող էին կառուցվել ոչ թե ամիսներով, այլ տարիներով, եւ հիմա պատկերացրեք, որ այդ շինարարական խումբը հավաքվում էր եւ տարիներ շարունակ միասին աշխատում էր մեկ եկեղեցի կառուցելու վրա։ Բնականաբար ժամանակի ընթացքում այս շինարարները սկսում են հավաքվել աշխատանքից դուրս, զրուցել միմյանց հետ, կիսվել իրար հետ իրենց վարպետությամբ, իրենց հմտություններով, իրենց մասնագիտական գիտելիքներով։ Եվ կարելի է ասել, որ իրականում այս հավաքները հենց առաջին մասոնական հավաքներն էին, առաջին մասոնական լոժաները, առաջին մասոնական խմբերն էին, որտեղ շինարարները հավաքվում էին միասին իրենց գիլդիաներով եւ կիսվում էին իրենց մասնագիտական հմտություններով ու գիտելիքներով։ Առաջին հայացքից, երբ որ իմանում ես այս պատմությունը, քեզ թվում է, որ սա աբսուրդային է եւ ոչ մի կապ չունի մասոնության հետ, բայց իրականում որքան էլ զավեշտալի լինի, մասոնության պատմությունը սկսվել է հենց այս փոքրիկ հավաքներից։ Ժամանակի ընթացքում բնականաբար այս հավաքների բնույթը մի փոքր փոփոխվում է եւ ժամանակի ընթացքում այս շինարարների, մասոնների հավաքները, որտեղ որ քննարկվում էին զուտ մասնագիտական թեմաներ եւ հարցեր, վերածվում են մի քիչ ավելի լայնամասշտաբ մի բանի, որտեղ տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ հավաքվում էին ու քննարկում էին հարցեր փիլիսոփայությունից, կյանքից, աշխարհից, աշխարհաքաղաքական հարցերից եւ կամաց այս շարքերը ընդլայնվում են։ Ամեն ինչ փոխվում է 1717 թվականին։ Հենց այս ժամանակ Լոնդոնում հանդիպում են իրար մասոնական արդեն գոյություն ունեցող ամենամեծ 4 օթյակները, խմբերը, եւ դրա արդյունքում կազմավորվում է բրիտանական մեծ օթյակը, բրիտանական մեծ լոժան, այսպես ասած։ Ինչ է տեղի ունենում։ Սա, այսպես ասած, համախմբող դեր է կատարում բոլոր մասոնների միջև, որովհետև մինչ այդ մասոնական խմբեր կային այստեղ, այնտեղ եւ նրանք որպես այդպեսին ոչ մի կապ մեկը մյուսի հետ չունեին եւ ընդհանուր գաղափարներով կամ ընդհանուր ինչ-որ ներքին օրենքներով չէին կառավարվում եւ չէին ղեկավարվում, բայց 1717 թվականին, երբ ձևավորվում է բրիտանական մեծ օթյակը, մեծ լոժան, այս ամենը փոփոխվում է եւ կարծես մասոնական խմբերի միջև հայտնվում է միավորող օղակ, որը նաեւ վերահսկող դեր պետք է կատարեր եւ որը նաեւ թելադրում էր որոշակի ներքին օրենքներ, որոնք գործելու էին այս մասոնական խմբավորումների ներսում։ Ինչ է տեղի ունենում սրանից անմիջապես հետո, բնականաբար մասոնական այս խմբավորումները տարածվում են ամբողջ Եվրոպայով մեկ, Ֆրանսիայում, Իտալիայում եւ եվրոպական մի շարք այլ երկրներում հայտնվում են մասոնական մեծ ու փոքր խմբեր, որոնք սկսում են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակությանը լուսավորելու, դեմոկրատական գաղափարներ տարածելու հարցում եւ նրանց գլխավոր նպատակն էր հավաքվել, քննարկել ու տարածել լուսավորչության, փիլիսոփայության եւ դեմոկրատական գաղափարները։ Բայց մասոնության պատմության մասին խոսելիս պետք է անպայման հիշենք նաև մի լեգենդ, որը ուղղակիորեն կապված է մասոնների պատմության հետ։ Սա Սողոմոնի տաճարի կառուցման մասին պատմությունն է։ Այս լեգենդի համաձայն Դավիթի որդին Սողոմոնը պետք է կառուցեր տաճար, որի կառուցման համար նա դիմում է Տիր քաղաքի թագավոր Մեծ Քիրամի օգնությանը եւ նրան խնդրում է իրեն տրամադրել համապատասխան շինարարներ, վարպետներ, մասնագետներ, ովքեր կօգնեն կառուցել այդ հսկայածավալ տաճարը։ Մեծ Քիրամը գլխավորում է Սողոմոնի տաճարի կառուցման process-ը եւ ըստ լեգենդի օրերից մի օր նրա աշակերտները
Որոշում են ամեն գնով Մեծ Քիրամից իմանալ նրա վարպետության գաղտնիքները, եւ երբ Մեծ Քիրամը հրաժարվում է բացահայտել իր վարպետության գաղտնիքները, աշակերտները որոշում են նրան դավադրաբար սպանել հենց տաճարում։ Բնականաբար Մեծ Քիրամի սպանողները նաեւ Սողոմոնի կողմից բռնվում են եւ պատժի են ենթարկվում։ Ինչու է այս լեգենդը ընկած մասոնության պատմության հիմքում, որովհետեւ ասում են, որ Մեծ Քիրամի կերպարը առհասարակ ասոցացվում է բարոյական սկզբունքներին հավատարիմ մնալու եւ դրանց չմերժելու գաղափարի սիմվոլիկայի հետ, իսկ այն, որ Մեծ Քիրամին սպանած աշակերտները պատժի են ենթարկվում, մասոնության գաղափարախոսության մեջ ասոցացվում է արդար դատավճռի հետ։ Մասոնները ունեն իրենց հայտնի նշանները եւ ինչպես ասացի, եթե դուք ուշադիր լինեք ձեր շրջապատին, ապա հստակ կնկատեք, որ այդ նշանները գրեթե ամենուր են։ Իսկ հիմա եկեք հասկանանք ամենակարևոր մասոնական սիմվոլները եւ ինչ են դրանք նշանակում։ Մասոնական ամենահայտնի սիմվոլներից մեկը անկյունաչափն է, որը մասոնական գաղափարախոսության մեջ ասոցացվում է ազնվության եւ ճշգրտության հետ։ Հաջորդ սիմվոլը կողմնացույցն է, որը ըստ մասոնական սիմվոլիկայի ասոցացվում է կողմնակի գայթակղություններին չենթարկվելու եւ բարոյական սկզբունքների հետևից գնալու գաղափարախոսության հետ։ Իհարկե, աստվածային ամենատես աչքը, որը ասոցացվում է Աստծո մշտական ներկայության հետ եւ հիշեցնում է, որ Աստծո աչքը ամենուր է, այն հետևում է յուրաքանչյուրի գործողություններին եւ պատժում հանցավորներին։ Եվ իհարկե, ամենահայտնի սիմվոլներից մեկը՝ եռանկյունին, որը խորհրդանշում է աստվածային եռամիասնությունը, ինչպես նաեւ կապը մարդու, Աստծո եւ բնության միջև։ Կոնսպիրոլոգիա է, առեղծված է, թե իրականություն է, բայց ասում են, որ մասոնները իրար ճանաչում են գաղտնի սիմվոլների միջոցով։ Որոնք են այդ գաղտնի սիմվոլները եւ ինչպես կարող եք դուք իմանալ, ձեր դիմացինը մասոն է, թե ոչ։ Կան մի քանի նրբություններ, նախ եւ առաջ բարևելու ձև։ Առհասարակ մասոնության մեջ կա 3 հիմնական աստիճան։ Կա աշակերտի աստիճանը, դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր նոր են մտնում մասոնական եղբայրության մեջ եւ նոր են սկսում իրենց մասոնական ճանապարհը, երկրորդ աստիճանը վարպետի աստիճանն է եւ երրորդ աստիճանը վարպետ մասոնի աստիճանն է։ Ու իհարկե, եթե խոսում ենք աստիճանների մասին, պետք է խոսենք նաեւ 33-րդ աստիճանի մասին, որը ավելի շատ պատվոնշան է մասոնության մեջ եւ տրվում է միայն բացառիկ նշանակություն ունեցող եւ մասոնական եղբայրության մեջ բացառիկ դերակատարում ունեցող մարդկանց։ Եվ այսպես որոնք են այդ գաղտնի նշանները, որոնց միջոցով մասոնները փորձում են իրար ճանաչել եւ գտնել։ Նախ, ինչպես ասացի, ձեռքսեղմումը, ընդ որում աշակերտի, վարպետի եւ վարպետ մասոնի դեպքում այդ ձեռքսեղմումը տարբեր է լինում։ Աշակերտը կարող է ձեռքը սեղմել դիմացինի, փոքրինչ սեղմելով դիմացինի ափը հատուկ կետում, որից հասկանալի է դառնում, որ ձեռքսեղմողը մասոն է, իսկ ավելի կոնկրետ աշակերտ մասոն։ Վարպետի դեպքում այս ձեռքսեղմումը կարող է մի քիչ ավելի ամուր լինել, իսկ օրինակ վարպետ մասոնի դեպքում ձեռքսեղման ժամանակ վարպետ մասոնը կարող է հատուկ դիրքով պահել իր ձեռքի ափը, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը մասոնական եղբայրության մաս է կազմում։ Մասոնները իրար ճանաչելու համար ունեն որոշակի բառեր եւ գաղտնաբառեր, ու իհարկե որոշակի սիմվոլիկաներ, որոնք կրում են ոչ միայն իրենց վրա, այլ նաեւ իրենց շրջապատող առարկաների վրա։ Ինչպիսին է օրինակ մատանին մասոնական, որի վրա կարելի է տեսնել մասոնական նշան եւ որը հնարավորություն է տալիս հանդիպման ժամանակ ճանաչել, հասկանալ, որ դիմացինը եւս մասոնական եղբայրության անդամ է։ Կամ փոքրիկ նշաններ, որոնք որ կարող են լինել մասոնի ավտոմեքենայի մեջ, կամ կարող են լինել նրա հագուստի վրա, եւ դրանք եւս սիմվոլիկա են, որոնք օգնում են մասոններին խմբի մեջ, ամբոխի մեջ ճանաչել ու գտնել իրար։
18-րդ դարը մասոնության զարգացման եւ ակտիվ տարածման շրջանն էր, սակայն ամեն ինչ փոխվում է 19-րդ դարի վերջին։ Այս շրջանում սկսվում է մասոնության այսպես ասած անկումը եւ հենց սրանով է պայմանավորված այն, որ հատկապես այսօր, երբ մարդիկ խոսում են մասոնության մասին, հաճախ են նշում, որ մասոնությունը այլևս չունի այն երբեմնի հզորությունը եւ ազդեցությունը, որը ուներ իր ձևավորման նախնական փուլում։ Ինչպես է սկսվում մասոնության անկումը։ Ամեն ինչ սկսվում է 19-րդ դարում։ Նախ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները սկսում են շատ հաճախ բացասական երանգի ներքո արտահայտվել մասոնների մասին, համարելով նրանց կաթոլիկ եկեղեցու թշնամիներ։ Այս տենդենսը շարունակվում է նաև 20-րդ դարում եւ մասոնությունը անկում է ապրում 20-րդ դարում հատկապես այն պատճառով, որ եվրոպական տարբեր երկրներում սկսում է տիրել դիկտատուրան եւ դիկտատորական ռեժիմը։ 1925 թվականին օրինակ Իտալիայում Մուսոլինին համարում է բոլոր մասոններին ազգի թշնամի եւ նրանց նկատմամբ հետապնդում է հայտարարում։ Նույնը շարունակվում է նաև Գերմանիայում, որտեղ դիկտատոր առաջնորդը 1933 թվականին հետապնդում է սկսում մասոնների նկատմամբ։ Իսպանիան եւս հետ չի մնում, այնտեղ սկսված քաղաքացիական պատերազմից հետո հատկապես 1936-ից 39 թվականներին մասոնները պաշտոնապես սկսում են ենթարկվել հետապնդման։ Իհարկե նույն տենդենսից հետ չի մնում սովետական միությունը, խորհրդային միությունը, որտեղ եւս դիկտատորական ռեժիմ էր տիրում եւ որտեղ եւս մասոնները մեղմ ասած անցանկալի խմբավորումներ էին։ Եվ այս ամենը բնականաբար չէր կարող իր ազդեցությունը չունենալ ու հենց սրանով է պայմանավորված այն, որ 19-րդ դարից սկսած մասոնությունը սկսում է անկում ապրել։ Եվ եթե 1717 թվականի Մեծ Բրիտանիայի օթյակի ձևավորումից հետո մասոնական խմբավորումները ակտիվ սկսում են տարածվել ամբողջ Եվրոպայով մեկ, հասարակության հետաքրքրությունը մեծանում է մասոնության նկատմամբ, բոլորի համար հետաքրքիր է լինում դառնալ մասոնական եղբայրության մի մաս եւ նրանք ակտիվ մասնակցություն են ունենում հասարակության լուսավորչության գործում, ակտիվ տարածում են դեմոկրատական սկզբունքներ, ապա 19-րդ դարից սկսած մասոնները ուղղակի սկսում են համարվել անցանկալի խմբավորումներ եւ երևի թե սրանով է պայմանավորված այն, որ այս ժամանակաշրջանում հենց սկսվում է ոչ միայն դժկամությունը, ոչ միայն տաբուները մասոնների նկատմամբ, այլ նաև սկսվում է այդ առեղծվածային եւ խորհրդավոր պատկերացումների ձևավորումը մասոնների նկատմամբ, որովհետև բնականաբար, երբ որ մասոնները սկսում են հետապնդվել կաթոլիկ եկեղեցու եւ առհասարակ պետության կողմից, շատերը նույն հրճվանքով եւ նույն ոգևորությամբ աչուձախ այլևս չէին հայտարարում իրենց մասոն լինելու մասին, եւ հենց սա է արդեն ստիպում, որ մասոնությունը անցնի առեղծվածային ու միստիկ դաշտ։ Մասոնության անկումը լինում է ոչ միայն այն պատճառով, որ կաթոլիկ եկեղեցին եւ պետությունը ձեռք-ձեռքի տված սկսում են հետապնդում իրականացնել մասոնների նկատմամբ։ Ամեն ինչ փոխվում է նաեւ հասարակության ընկալման շրջանում։ Հենց այս ժամանակահատվածում նաեւ հասարակության որոշակի շերտեր սկսում են բավականին սկեպտիկ եւ կասկածանքով վերաբերվել մասոններին, եւ դրա պատճառը լինում են մի քանի մարդիկ, ովքեր մասոնության շղարշի ներքո սկսում են շարլատանությամբ եւ շարքային խաբեությամբ զբաղվել։ Այսպիսի մի կերպար է օրինակ Ջուզեպե Բալսամո անունով իտալացին, որը հայտնի է Կալիոստրո մականունով։ Այս իտալացին մեծ դեր եւ նշանակություն խաղաց այն հարցում, որ ոչ միայն Իտալիայում, այլ առհասարակ Եվրոպայում հասարակության լայն շերտեր սկսեցին բավական սկեպտիկ եւ կասկածանքով վերաբերվել մասոններին։ Ինչ էր անում Բալսամոն։ Բալսամոն պարզապես հայտարարել էր, որ ինքը մասոնական եղբայրության անդամ է եւ հայտնի ալքիմիկոս է, որը ինչ որ միստիկ ուժերի միջոցով կարողանում է բուժել մարդկանց։ Բայց այս ամենի մեջ կարևոր է հիշել, որ Բալսամոն իր այդ միստիկ բուժման պրոցեսների ժամանակ օգտագործում էր մասոնական ծիսակարգերը, դրանց միջոցով ավելի վստահություն ներշնչելով մարդկանց։ Ու այն ժամանակ, երբ Բալսամոն ձերբակալվում է իր արած շարլատանությունների եւ խաբեությունների պատճառով, հասարակության մեջ տարածվում է գաղափար, որ առհասարակ մասոնությունը շարլատանության հետ է ինչ-որ չափով նաեւ ասոցացվում,
ստացվում եւ շատ մասոններ ուղղակի քողարկվելով եղբայրության անդամ լինելով եւ այդ միստիկ ծիսակարգերով փորձում են շարքային մանր շարլատանություններ եւ խաբեություններ անել անմեղ եւ միամիտ մարդկանց նկատմամբ։ Նման մի պատմություն Իտալիայում տեղի է ունենում նաեւ Լեչո Ջելի անունով իտալացու թեթև ձեռքով։ Լեչո Ջելին իսկապես մասոնական եղբայրության անդամ էր Իտալիայում եւ բավականին մեծ հեղինակություն էր վայելում։ Բայց Լեչո Ջելին որոշել էր մասոնական եղբայրության իր կապերը օգտագործել շահադիտական նպատակներով։ Նա բազմաթիվ կապեր էր հաստատել բիզնեսմենների, հեղինակավոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչների հետ եւ ժամանակի ընթացքում իր այս բոլոր կապերը սկսում է օգտագործել տարական քաղաքական մանիպուլյացիաներ անելու եւ կոռուպցիոն տարբեր գործարքներ իրականացնելու համար։ Երբ ոստիկանությունը ձերբակալում է Լեչո Ջելին, նրա մոտ կարողանում է գտնել մասոնական նրա եղբայրության անդամների անուններով ցուցակներ եւ բացահայտվում է, որ բազմաթիվ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ հասարակական գործիչներ այս եղբայրության մասն են կազմում եւ այս եղբայրական կապերը Լեչո Ջելին օգտագործել է կոռուպցիոն գործարքների եւ շարքային մանիպուլյացիաների համար։ Բնականաբար նման կերպարի միջոցով եւս մասոնությունը եւս մեկ անգամ վարկազրկվում է եւ եթե ժամանակին հասարակությունը վստահ էր, որ մասոնական եղբայրությունը այսպես ասած չի ներխուժում, չի մտնում քաղաքականության դաշտ, եթե համոզված էր, որ մասոնական եղբայրությունը միմյանց օգնելու եւ հասարակությանը օգնելու առաքելությունը ունի, ապա նման կերպարների միջոցով հասարակության մեջ տարածվում է գաղափար, որ մասոնները իրենց կապերը օգտագործում են աշխարհը, հասարակությունը եւ մարդկանց մանիպուլացնելու, քաղաքական գործընթացների վրա ազդելու եւ նաեւ կոռումպացված գործարքներ իրականացնելու համար։ Ու հենց այստեղ եւս շարունակվում է մասոնության նկատմամբ սկեպտիկ եւ տարակարծիք վերաբերմունքի ձևավորումը։ Բայց այնուամենայնիվ մասոնությունը կա նաեւ այսօր, այն ակտուալ է նաեւ հիմա եւ շատ մարդիկ մասոնական եղբայրության մաս մեծ հետաքրքրությամբ եւ ջանասիրությամբ դառնում են նաեւ այսօր։ Բայց երևի թե երբ նայում ես պատմության տեսանկյունից, մասոնությունը չունի այլևս այն տեսակը, այն ազդեցությունը եւ այն նշանակությունը, որը ուներ ժամանակին, ինչը պայմանավորված է նրանով, որ թե պետության կողմից, թե եկեղեցու կողմից եւ թե հասարակության կողմից դարեր շարունակ մասոնական խմբավորումները ենթարկվեցին որոշակի ճնշումների եւ որոշակի սկեպտիկ մոտեցում ձևավորվեց մասոնների նկատմամբ։ Բայց հիմա եկեք հասկանանք ամենակարևոր մասը։ Արդյոք հնարավոր է այսօր շարքային մարդ լինելով դառնալ մասոնական եղբայրության մի մասը։ Մասոն դառնալու ցանկությունը այսօր կարող է հայտնել յուրաքանչյուր շարքային մարդ, բայց իհարկե մասոնական եղբայրության կողմից ընտրվելու համար անհրաժեշտ է անցնել որոշակի հստակ քայլեր։ Նախ, ըստ մասոնական գաղափարախոսության, թե առաջ եւ թե հիմա որևէ մեկը չի կարող դիմացինին առաջարկել դառնալ մասոն։ Մասոն դառնալու ցանկությունը պետք է բխի հենց մարդու կողմից, այսինքն անձը, անհատականությունը ինքը պետք է գա այն գիտակցությանը, որ ուզում է դառնալ մասոնական եղբայրության անդամ։ Եվ այսպես, եթե մարդը ունի ցանկություն եւ հայտնել է այդ ցանկությունը մասոն դառնալու, ապա գալիս է հասնում է երկրորդ քայլին։ Իսկ դա այն է, որ ամենակիչը երկու մասոն պետք է բարեխոսեն, այսպես ասած, տվյալ անձի համար։ Եթե բարեխոսությունը անցնում է հաջող, ապա մոտենում ենք երրորդ քայլին, որը այսպես ասած հարցազրույցն է։ Այս հարցազրույցը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով է տեխնացուն իր բարոյական եւ մարդկային ու անձնային հատկանիշներով համապատասխանում մասոնության գաղափարախոսությանը։ Սրան հաջորդում է արդեն քվեարկությունը եւ ասում են, որ քվեարկությունը սովորաբար որոշ օթյակներում անցնում է սև եւ սպիտակ փուչիկների միջոցով, որտեղ սպիտակ փուչիկները ասոցացվում են դրական պատասխանի հետ, իսկ սևը բացասականի հետ։ Բայց նորից սա երևակայական ժանրից է, թե իրականություն է, ոչ ոք հստակ ասել չի կարող։ Եվ իհարկե ծիսակարգերը, եթե արդեն տեխնացուն ընդունվել է եւ դարձել է եղբայրության
մի մաս։ Ասում են, որ ընտրվելուց հետո թեկնածուն, որը հայտնվում է առաջին աստիճանի վրա, այսինքն աշակերտի աստիճանի վրա, պետք է անցնի որոշակի սիմվոլիկ ծիսակարգեր։ Շատ աղբյուրներում խոսում են նմանատիպ ծիսակարգերի մասին, որտեղ օրինակ մարդը փակ աչքերով որոշակի տարածք է անցնում մթության մեջ, սա ասոցացվում է նրա հետ, որ աշակերտը նոր է սկսում իր ճանապարհը մասոնության մեջ եւ մթության մեջ ոչինչ չտեսնելով, միայն վստահում է իր սեփական զգացողությունների, զգայարաններին եւ հավատին ու դրանցով առաջնորդվելով անցնում է իր ճանապարհը այդ մթության մեջ, փորձելով գտնել ճշմարտությունը։ Կան նաև խոսակցություններ ծիսակարգերի մասին, որտեղ օրինակ պետք է աշակերտը ներկայանա բաց կրծքավանդակով, կամ նրանից վերցնում են կոշիկներից մեկը, կամ նա անցնում է այսպես ասած հատուկ մաքրման process, որը կարող է ուղեկցվել, չգիտեմ, ջրային կամ կրակի հետ կապված ծիսակարգերով, նույնիսկ խոսում են այն մասին, որ վերջին մակարդակ տեղափոխվելու համար, այսպես ասած սիմվոլիկ կերպով մասոնը պետք է հեռանա այս կյանքից եւ նորից վերածնունդ ապրի, բայց նորից եմ ասում, սրանք միայն խոսակցություններ են եւ որքանով է այս միստիկ շղարշը այսօր պահպանվում մասոնական եղբայրության ներսում, թե ամեն ինչ այդքան էլ միստիկ չէ եւ իրականում շատ ռացիոնալ է ու շատ իրական է ու ուղղակի իրական եղբայրական հավաքների տեսք ունի, կարող են հստակ ասել միայն հենց իրենք մասոնները։ Գլոբալ ինչ է տեղի ունենում, երբ մարդը դառնում է մասոնական եղբայրության անդամ, նա արդեն հաճախում է մասոնական եղբայրության հավաքներին, որտեղ արդեն մարդիկ կիսվում են իրենց գաղափարներով, իրենց մտքերով, կապեր են հաստատում եւ ձևավորվում է, այսպես ասած, ամուր եղբայրությունը։ Եթե ավելի աշխարհիկ լեզվով ասենք, ապա ժամանակին ձևակերպվում էր այսպես. մասոնությունը ուղղված է տարածելու լուսավորչություն հասարակության շրջանում, դեմոկրատական գաղափարներ, օգնելու մարդուն ինքնաճանաչման եւ ինքնակատարելագործման ճանապարհին եւ իհարկե ստեղծելու եղբայրական կապեր, որոնց միջոցով եղբայրը կօգնի եղբորը եւ կօգնի հասարակությանը։ Գլոբալ կարծում եմ այս գաղափարախոսությունը նաև շարունակվում է այսօր, որովհետև մասոնականության գլխավոր առավելությունը եւ գլխավոր զենքը կարծում եմ կայանում է նրանում, որ մասոն դարձող յուրաքանչյուր անձ պարտավորվում է պահպանել իր եղբայրության գաղտնիքները եւ օգտակար լինել իր եղբորը ու նաև հասարակությանը։ Եվ կարծում եմ, որ սրա հիմքում դրված է մի կարևոր բան։ Մարդիկ, ովքեր դառնում են մասոնական եղբայրության մաս, ստեղծում են անհրաժեշտ կապեր, անհրաժեշտ ծանոթություններ եւ ներքին մասոնական օրենքի համաձայն այդ կապերը մի օր գործի են դրվում անպայման, որովհետեւ եղբայրներից մեկը մյուսի համար անպայման դառնում է օգտակար եւ օգնող ձեռք։ Հետևաբար կարծում եմ, որ սրանում է ամփոփվում այն, որ մինչև այսօր էլ շատ շատերը ուզում են դառնալ մասոնական եղբայրության մի մաս, որովհետև մարդկանց գրավում է դեռևս այն միստիկ գաղափարախոսությունը, այն գաղտնիքները, այն առեղծվածները, որոնք կապված են մասոնության հետ, եւ որովհետև հասկանում են, որ շատ աշխարհում հարուստ, ազդեցիկ եւ հայտնի մարդիկ մասոնական եղբայրության մասն են եւ դառնալով այդ եղբայրության մի մասը դու ուղղակիորեն կապ ես հաստատում այդ մարդկանց հետ եւ ձեռք ես բերում կապեր, որոնք օրերից մի օր կարող ես գործի դնել։ Իսկ հիմա այս վիդեոյի վերջում ամենակարևոր հարցը, որին դուք պետք է պատասխանեք։ Ըստ պաշտոնական տվյալների, մասոն դառնալու համար պետք է անպայման ունենալ կրոնական գաղափարախոսություն, այսինքն լինել որևէ կրոնի հետևորդ, բայց հասարակությունը մասոնների նկատմամբ ունի
որոշակի վախի եւ որոշակի սկեպտիկ մոտեցում։ Շատերը համոզված են, որ մասոնությունը սատանիզմի հետ է կապված եւ մասոնությունը բոլորովին կրոնի ու հավատքի մասին չէ։ Եվ հենց այստեղ ես սպասում եմ ձեր պատասխաններին։ Գրեք կոմենտներում ինչ եք դուք մտածում։ Արդյոք այսօր էլ մասոնները մարդկանց խմբավորում է, ովքեր հավաքվում են, կիսվում են իրենց աշխարհափիլիսոփայական գաղափարներով, մտքերով եւ ուղղակի եղբայրական կապեր են հաստատում միմյանց հետ, թե դուք եւս կարծում եք, որ մասոնությունը կապ ունի սատանայական ուժերի հետ եւ իրականում սա միստիկ մարդկանց խումբ է, որը հավաքվել է կառավարելու համար աշխարհը եւ մեր կյանքը։ Սպասում եմ ձեզ կոմենտներում, եղեք ակտիվ եւ չմոռանաք լայքել այս վիդեոն ու բաժանորդագրվել իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը։